Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մեր գլխավոր թեմայի շրջանակներում խոսելու ենք մի հիվանդությունից, որը շատ հաճախ կարող է ընթանալ բոլորովին լուռ, առանց որևէ սիմպտոմների եւ նախանշանների, բայց եւ բավականին լուրջ ազդեցություն ունենալ եւ վտանգ իրենից ներկայացնել մեր առողջության համար։ Խոսքը գնալու է հեպատիտների մասին, կխոսենք առհասարակ հեպատիտների տեսակների։ Այսօրվա իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ վարակաբան Արմեն Օհանյանը։ Շնորհակալություն հրավերի համար։ Հեպատիտ բառը ինքն իրենով նշանակում է լյարդի բորբոքում, դրանք կարող են լինել տարբեր պատճառներից առաջացած։ Այս պարագայում կարող ենք հիմնականում տարբերակել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն, քանի որ կան հատուկ վիրուսներ, որոնք որ շատ բնորոշ է իրենց հենց լյարդի բորբոքում առաջացնելը, դրա համար այդ վիրուսներին կոչում ենք նաեւ հեպատիտներ եւ համապատասխան A, B, C, D տարբերակներով, ինչու՞ չէ։ Բժիշկ Օհանյան, ինչպես ասեցիք, հեպատիտների տեսակները տարբեր են, A, B, C, E, D, դրանք կարելի է թվել եւ ինչպես հասկանում եմ, միգուցե դեռ շարունակվում են տեսակների հայտնաբերումները, բայց խոսենք ամենահիմնականներից, եթե կարելի է մի քանի խոսքով ասեք ինչով են դրանք տարբերվում եւ իհարկե որոնք են առավել վտանգավոր առողջության համար։ Շատ լավ, հեպատիտները, վիրուսային հեպատիտները բոլորը ունեն մեկ առանձնահատկություն, որ եթե սուր ընթացքի մասին ենք խոսում, նրանք անպայմանորեն դրսևորվում են դեղնությամբ, մաշկի դեղնությամբ, որը շատ տեսանելի է լինում, ակնհայտ է լինում, մարդիկ միանգամից դա նկատում են, անհնար է չնկատել եւ մանկական տարիքում շատ հաճախ եղել են բռնկումներ, այ մեր մանկության ժամանակ, մեր ծնողների մանկության ժամանակ դա հեպատիտ A-ն է եղել, որին դեղնախտ են այլ կերպ ժողովուրդը ասել, այո, դա հենց հեպատիտ A-ն է եղել։ Դա ընթացել է բռնկումներով, քանի որ վարակումը տեղի ունենում սննդի կամ ջրի միջոցով եւ վարակված սնունդը կամ ջուրը մեծաքանակ մարդկանց միաժամանակ կարողանում է ախտահարել։ Իսկ մյուս հեպատիտները, օրինակ B-ն եւ C-ն, սրանք ավելի անհատապես վարակվող դեպք, այսինքն մեծ կլաստերներ, բռնկումներ սովորաբար չեն առաջացնում։ Եվ այս դեպքում եթե սուր է ընթանում, մենք կլինիկորեն, այսինքն իրենց արտահայտվելու տեսքով չենք կարող տարբերել սա A է, B է, թե C, բայց B-ն եւ C-ն կարող են ընթանալ նաեւ քրոնիկ ընթացքով, այսինքն երկար տարիներ դանդաղ կերպով ախտահարեն մարդու լյարդը եւ առհասարակ օրգանիզմը։ Շատ լավ, եկեք մեր ուշադրություն սևեռենք հենց հատկապես B եւ C տեսակների, որովհետեւ ինչպես հասկանում եմ, նրանց այո եւ ընթացքը կարող է լուռ լինել, միևնույն ժամանակ ավելի մեծ վտանգ իրենցից ներկայացնեն, ավելի մեծ վնաս հասցնեն առողջությանը։ Զրույցի ժամանակ դուք նշեցիք ինչպես ցիրոզ կամ նույնիսկ ուռուցքային, այո, ախտահարում լյարդի։ Հետաքրքիր էսպես ձևակերպեմ, որ կաբինետ են ավելի հաճախ գնում, որ մասնագետներն են ավելի հաճախ ուղղորդում ինֆեկցիոնիստի մոտ, կասկածելով հեպատիտ, երբ որ գանգատները իրոք սիմպտոմները շատ քողարկված են ու միանգամից չեն կարող հասկանալ դա հեպատիտ է թե ոչ։ Շատ լավ, հիմնականում, քանի որ անհասկանալի գանգատների դեպքում մեծամասամբ հենց թերապևտներից են ավելի շատ սկսում հետազոտությունները, հիմնական ուղղորդողները հենց թերապևտները լինում են, այսինքն դա կլինի թե ընտանեկան բժիշկները, թե հիվանդանոցային ուղղակում աշխատող թերապևտները։ Բացի դա, այսինքն բացի ըստ գանգատի դիմելը, մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք մի շարք ընթացակարգեր, որոնք որ պարտադրում են անգամ հետազոտություններ անել, օրինակ արյան դոնորության ժամանակ բոլորը պարտադիր կերպով հետազոտվում են վիրուսային հեպատիտների վերաբերյալ, ինչպես նաև վիրահատություններից առաջ են հետազոտվում պարտադիր կերպով եւ սա եւս գեներացնում է պացիենտների հայտնաբերում, նպաստում է հայտնաբերման, այ հղիությունը շատ կարեւոր հանգամանք է, որի դեպքում պարտադիր կերպով պլանավորելիս կամ ընթացքում, այո։ Ընթացքում պարտադիր է, իհարկե ցանկալի է պլանավորելիս, եթե պլանավորված հղիություն է, բնականաբար ցանկալի է պլանավորելիս, բայց եթե անգամ պլանավորից չի եղել, ապա ընթացքում անգամ երկու անգամ հետազոտվում է պարտադիր կերպով հղին եւ կամավորության սկզբունքով, օրինակ մեր կենտրոնում էլ արդեն ամիսներ շարունակ գործում է այդ անվճար ակցիան, որ բոլորը կարող են, բոլոր ցանկացողները ուղղակի կարող են մոտենալ եւ իրականացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ հետազոտություն։ Վերը նշված բոլոր տեսակների ախտորոշում կարող են անցնել, այսինքն փաստացի իրականացնում ենք B-ի, C-ի, միավի եւ սիֆիլիսի նաեւ
Ինչու A-ի, E-ի վերաբերյալ չենք անում, դրանք քրոնիկ ընթացքով վարակներ չեն։ Եվ եթե չկա գանգատներ, դրա մասին մտածել իմաստ չկա։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտողներ, խնդրեմ ֆիքսեք, որ ինֆեկցիոն կենտրոնը, ազգային կենտրոնը այսօր իրականացնում է անվճար հիմունքներով հեպատիտ B-ի, C-ի, սիֆիլիսի եւ միավարակի ախտորոշում, ինչը կարծում եմ, որ շատերիս է պետք առհասարակ նույնիսկ այն մարդկանց, ովքեր միգուցե այն զոնայում են գտնվում, որտեղ ռիսկային են, հիմա դուք ասեք ովքեր են դրանք, միգուցե մարդիկ, ովքեր հատկապես հետեւողական են, բայց իրենց մշտական բուժզնման մեջ միգուցե սա չի մտնում, ինձ թվում է, որ շատ լավ է սա իրազեկել։ Այո, իհարկե, ռիսկային խմբերն էլ շատ հարաբերական է, շատ ժամանակ մեզ թվում է, թե մենք ռիսկի խմբում չենք, բայց իրականում այսօրվա կյանքում պրակտիկորեն բոլորը ռիսկի խմբում են, քանի որ սկսած ամենահասարակ մատնահարդարի մոտ այցը կարող է լինել վարակման պատճառ, վարակման վայր, ուստի ասում եմ բոլորս էլ պրակտիկորեն գտնվում ենք նման ռիսկում, ոչ մեկս ապահովագրված չենք որևէ բժշկական միջամտությունից, ինչը ինքն իրենով ռիսկ է ենթադրում։ Այո, խոսեցինք B-ի, C-ից, եկեք խոսենք նախ B-ն ինչքանով է վերահսկելի, բուժվում է թե ոչ, որտեղ շատերիս մոտ կա այդ համոզմունքը, որ հեպատիտ եթե կա, վերջ, սա արդեն դատավճիռ է, չեն բուժվում, ու իհարկե մտավախությունները տարբեր հարցերի շուրջ շատանում են, ինչ կա այս պահին բուժման եւ առաջընթացի առումով հենց հեպատիտ B-ի բուժման հարցում։ Շատ լավ հարցեր, քանի որ այո, եւ B-ի եւ միավի դեպքում մարդկանց մոտ այդ վախն է, կարծես թե դա դատավճիռ է, անգամ երբեմն շատ ավելի են վախենում մարդիկ, քան չարորակ ուռուցք լսելիս իրենց ախտորոշումը, եւ այստեղ բժշկի աշխատանքն էլ շատ մեծ է, որ կարողանա հասցնի պացիենտին, որ դա այդքան էլ սարսափելի բան չէ, նամանավանդ այ մեր ժամանակակից դարաշրջանում, երբ կոնկրետ վերադառնալով B-ին, խոսենք, որ ունենք այս պահին պրակտիկորեն լիարժեք հսկողության հնարավորություն եւ ունենք նաեւ ընթացքի մեջ են, այ կլինիկական հետազոտությունների մի մասի արդեն ավարտվել են, մի մասը դեռ ընթացքի մեջ է, որ ամբողջությամբ վիրուսը օրգանիզմից հեռացնեն, այսինքն C-ի պես հասնենք լիարժեք բուժմանը։ Այնինչ հասանելի է Հայաստանում մեզ այսօր դա հետազոտություններն են հեպատիտ B-ի վերաբերյալ ամբողջական, սա մեկ հետազոտություն չէ, եւ մենք կարող ենք գնահատել հիվանդության փուլը եւ անհրաժեշտության դեպքում, եթե դրա կարիքը կա, իրականացնել նաեւ բուժումներ, այսինքն դեղորայքային բուժում իրականացնենք, որը որ կբերի վիրուսի ճնշմանը եւ թույլ չի տա, որպեսզի օրգանիզմում առաջանան բարդություններ։ Ընդ որում շատ կարեւոր է, որ այսօրվա դրությամբ մեր ապահովագրված պացիենտները համընդհանուր ապահովագրության պացիենտները ունեն հնարավորություն լիարժեքորեն հետազոտվելու։ Առաջ օրինակ նմանատիպ հնարավորություն չկար։ B-ի հետազոտությունները բավականին թանկ արժեն եւ անձի հաշվին էր։ Բայց հիմա մենք կարող ենք այդ անգամ բուժումը ապագայում քննարկվել, որ առաջիկայում կներառվի այդ ծրագրերի մեջ եւ երևի թե B-ի մասին այսքանը։ Խոսենք C-ի մասին, ես եթե ճիշտ եմ հիշում, առհասարակ C-ն համարում էին որպես լուր մարդասպան, որովհետև ինքը երկար ժամանակ կարող է ընթանալ առանց սիմպտոմների եւ մեկ էլ պարզի միայն այն դեպքում, երբ որ մարդու օրգանիզմը արդեն ինչ-որ տերմինալ փուլի է հասել։ Արդյոք հիմա կա այդպիսի միտվածություն, որ մարդիկ դիմում են կամ առհասարակ հայտնաբերվում է հեպատիտ C-ն, երբ որ արդեն ուշ է։ Թե սա արդեն հին հնացած համոզմունք է։ Ինչքան կուզենայինք, որ սա լիներ հնացած համոզմունք, բոլորիս ցանկությունն է այդպիսին, սակայն ցավոք սրտի մենք դեռ շարունակում ենք երևի թե անգամ ավելի շատ հայտնաբերել հեպատիտ C-ի դեպքերը արդեն բարդությունների դեպքում, քան նախորոք, իսկ նախորոքը հիշեցնենք, որ թույլ է տալիս լիարժեքորեն բուժել հիվանդությունը, նախ տվյալ անձը ազատվում է վարակից, ազատվում է հնարավոր բարդություններից եւ նաեւ ընդհատում է շղթան այլ անձանց վարակելու, այսինքն վարակի տարածումը եւս կանխում է, սա եւս շատ կարեւոր է եւ դրա համար առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծես թե մարտահրավեր է այսպեսի սկսել մինչեւ 30 թիվը ամբողջ աշխարհում էլիմինացնել հեպատիտ C-ն։ Առհասարակ հեպատիտները, բայց մասնավորապես C-ի մասին է իհարկե խոսքը ավելի շատ, քանի որ կա հասանելի դեղորայք եւ մենք այսօր պետությունը ապահովել է
արդեն երկար տարիներ կարելի ասել ապահոված է մեր բնակիչները ապահոված են դեղորայքով, իսկ այժմ նաև բացի դեղորայքը կոնկրետ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում մարդիկ կարող են գալ, հետազոտվել, ախտորոշումը հաստատվի եւ դրա հիման վրա նշանակվի իրենց հեպատիտ C-ի բուժում հետագա հսկողությամբ եւ այս ամենը իրականացում է կենտրոնի եւ պետության հետ համատեղ համագործակցության շրջանակներում, այսինքն այսօր ամբողջությամբ անվճար մենք կարող ենք ազատել մեր քաղաքացուն այդ բեռից։ Հիանալի նորություններ, այսինքն ինձ համար, որ դա բացահայտում էր, կարծում եմ մեր հեռուստադիտողներից շատերի համար եւս փաստորեն ոչ միայն առհասարակ ախտորոշումը, այլ նույնիսկ բուժման այդ բեռը, ծախսը, կենտրոնը, առողջապահական մեր կազմակերպության եւ առողջապահության նախարարության կողմից մեծ աջակցություն է ստանում եւ կարելի ասել անվճար բուժում է ստանում։ Ինչքան է դա տևում, Բժիշկ Օհանյան, օրինակ ինչ տևողության մասին է խոսքը եւ արդյոք լրիվ բուժում է տեղի ունենում լրիվ ապակինում հեպատիտ B-ից եւ C-ից։ Այո, շատ լավ հարց եք տալի, միշտ sense ավելի ընդհանրական ենք խոսում, մոռանալով մարդիկ դետալների մասին չեն պատկերացնում։ Կենտրոն դիմելուց հետո, երբ որ ախտորոշումը հաստատվեց, պացիենտը ստանում է իր դեղորայքը 3 ամսվա համար, սովորաբար 3, եթե կա ցիրոզ, կարող է դա 6 ամիս տևել։ Հիմնականում, եթե խոսում ենք առանց բարդությունների, 3 ամսվա դեղորայքի մասին։ Այդ ընթացքում կարող է 1-2 այց լինել կախված գանգատներ կունենա, չի ունենա դեղերի կողմնակի էֆեկտների հետ կապված, եւ 3 ամիս հետո փաստում ենք, որ անձը վերջացրել է իր բուժումը եւ դրանից որոշ ժամանակ անց եւս մեկ անգամ հետազոտվում է եւ համոզվում ենք, որ կա, այսպես ասած, կայուն վիրուսաբանական պատասխան, այսինքն ամբողջությամբ էլիմինացվել է, դուրս է եկել վիրուսը օրգանիզմից եւ տվյալ անձին ասում ենք հաջողություն գնա կյանքդ շարունակի վայելել, դու ամբողջությամբ առողջ ես։ Հիանալի, խնդրեմ, եթե կարելի է վերջում այս թեմայի մասին դեռ կարող ենք շատ երկար խոսել, պատմեք նաև ձեր պլանների մասին, առհասարակ ինֆեկցիոն ազգային կենտրոնը այս պահին ինչ գործունեություն է ծավալում, ինչպիսին է տեղեկացվածությունը մարդկանց առհասարակ մեր ազգաբնակչության եւ ինչպիսի պլաններ մոտ ապագայում ունեք, որոնցով կուզենաք կիսվել։ Շատ լավ, մենք որպես ազգային կենտրոն տեղեկատվություն անդադ փորձում ենք տարածել, հիմնական տարածողը լինել, նաև ձեր շնորհիվ, շատ շնորհակալություն, այո, դուք եք մեզ շատ օգնում։ Առաջիկայում մենք օրինակ նախատեսում ենք հուլիսի 28-ին, երբ որ միջազգային հեպատիտների միջազգային օրն է, մեծ կոնֆերանս է տեղի ունենալու, որի ընթացքում պլանավորվում է իրազեկել արդեն բժշկական հանրությանը մեր ազգային ծրագրի մասին։ Մենք ունենք ազգային ծրագիր, բայց դա գնում է փոփոխության, որպեսզի մարզերում էլ մենք դարձնենք հասանելի հեպատիտ C-ի բուժումը, այնպես նկարագրեցի մեր կենտրոնի համար։ Նույնը պլանավորվում է, որ առաջիկա ամիսներին կունենանք նաև մարզերում, այսինքն մարդը կարիք չունենա, ենթադրենք մեղրից հասնի Երևան, որպեսզի դեղորայք ստանա կամ ախտորոշում դրվի, տեղում ստանան իրենց բուժումը եւ մենք էլ շատ այնց հավակնորդ ծրագրեր ունենք, ուզում ենք ԱՀԿ-ի հետևից գնալ եւ 30 թվականին, լավ 30-ին եթե չէ, ապա գոնե մի քանի տարի հետո մենք էլ փաստենք, որ մեր երկրում էլիմինացրել ենք վիրուսային հեպատիտները։ Այս նոտայի վրա էլ ավարտենք եւ ամփոփենք, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք հեպատիտներից, մայիս ամիսը համարվելով հեպատիտների իրազեկման ամիս, մենք այսօր եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր ինֆեկցիոն ազգային կենտրոնը շարունակում է թե տեղեկացվածությունը, թե ակտիվ գործունեությունը միտված նրան, որը շատ ուրախալի փաստ է, որ մի քանի տարիներում, դրանք ոչ թե տասնյակ տարիներ են, այլ մոտ մի քանի 5-6 տարիների ընթացքում հեպատիտներից առհասարակ ազատվել, էլիմինացնել ինչ միջոցով, տեղեկացվածությամբ, կանխարգելմամբ եւ իհարկե բուժմամբ, որը կարևոր կարծում եմ հատված ու բեռ է, որը պետությունը վերցնում է իր վրա։ Շնորհակալ եմ շատ մեր զրուցակցին, այսօրվա իմ հյուրն էր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ վարակաբան Արմեն Օհանյանը։